Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք տարածաշրջանային վերլուծական ծրագրի հերթական հաղորդումը։ Նախ մինչև ծրագրին անդրադառնալը, կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի ստանաք ավելի որակյալ եւ ավելի արագ տեղեկատվություն։ Այսօր մենք կխոսենք տարածաշրջանի մասին մի փոքր եւ կներկայացնեմ ռազմական միությունների մասին, ինչպիսի ռազմական միություններ կան, ինչ են իրականում նրանք իրենցից ներկայացնում եւ ինչպիսի մարտահրավերներ են նրանք, ինչպիսի առաջադրանքներ եւ մարտահրավեր ունեն նրանք այսօրվա աշխարհում։ Նախ սկսենք դեպքերին տարածաշրջանի այսպես ասած կարևոր դեպքերից մեկը Ռուսաստանի ընտրությունն է, որը 100%-ով համոզված եմ, որ անցնելու է Վլադիմիր Պուտինը, քանի որ երկրի թե ֆինանսական, թե ռազմական, թե կրիմինալ լծակի միմիային տիրապետողը նա եւ ոչ միայն իր երկրի, այլև հարակից բոլոր նախկին խորհրդային միության երկրների։ Եվ իզուր չէ, որ նրան խորհրդական է գնացել կոորդինատոր խորհրդական ընտրական Եդինա Ռոսիայի Հայաստանից Ռոբերտ Քոչյանը։ Այստեղ նրա կուսակցությունը բնականաբար անցնելու է, այսինքն նույն շարունակությունն է ստանալու կայսրության։ Թե դրանից հետո ինչ ֆորմատ կստեղծվի Հայաստանում, երեք խոսել ենք։ Ըստ հավանական տարբերակներից մեկն է, որ Քոչյանը ետ կգա, մի քանի բան, ինչպես նշել եմ, ճանապարհ կամ ինչ-որ մի երկու գյուղ թեթևակի կտան ու կասեն կեցը հերոս Քոչյանը, կեցը Պուտինը եւ այդպես Հայաստանը վերջնականապես ռուսական գաղութատիրական կարգեր կհաստատվի։ Հիմա անցնենք այլ երկրների հանդեպ Ռուսաստանի քաղաքականությանը։ Մեզ միշտ թվում է ցավոք սրտի կա այդպիսի բան, որ ամենադաժանը մեր հետ է վերաբերվում Ռուսաստանը, բայց հիշեք, որ Ռուսաստանը կյանքում այն երկիրն է եղել, որ նույնիսկ ինքը ռուսի հետ է պետք եղած ժամանակ դաժան վերաբերվում, այսինքն բոլորի հետ էլ նա դաժան է վերաբերվում։ Նա մի ռազմական ժանդարմերական պետություն է եղել ի սկզբանե, ամեն ինչը հիմնված է եղել ոստիկանության սպանության վրա եւ դարերով այդպես շարունակվել է։ Ուղղակի նրանք լինելով միշտ ավելի խորամանկ պատմությունը գրել են այնպես, թե այնպես են գրել, իբր իրենք փրկիչներ են գալիս։ Ես այդ մասին խոսել եմ Կովկասի բռնակցումը Ռուսաստանում, ինչպես Վրաստանում այն արեցին եւ ում ձեռքով արեցին։ Հիմա ես կշարունակեմ նաև Միջին Ասիայի դեպքերի մասին, որ այսօր անընդհատ գալիս է։ Ինչպես ես բազմիցս նշել էի, որ Միջին Ասիայում ստեղծվելու է մի որոշ հակակշիռ, որ Աֆղանստանի զորքերը չներթափանցեն դեպի Ղազախստան, որտեղով Ռուսաստան, որ ավելի հեշտ է լինելու, ասածս դարձավ ավելի իրական, քանի որ ինչպես պատերազմի ժամանակ աֆղանական, ես այդպես էլ նշում էի վերջին պուշտունների, թալիբանների Աֆղանստանի լրիվ գրավման ժամանակ նշում էի, թե տաջիկներին օգտագործում է Ռուսաստանը, որպեսզի տաջիկ անջատողական կամ Ահմադ Մասուդի զորքերին աջակցի, այսօր Տաջիկստանը բացարձակապես պաշտոնական հայտարարել է, որ ինքը հանդիսանում է Թալիբանի դեմ պայքարող ամենագլխավոր օջախը։ Այսինքն սրանով Ռուսաստանը տեղի իշխանիկին սուլթանին, ինչպես Հայաստանում էին բոլոր սուլթանները, ես անընդհատ եմ սա նշելու, որ չասեմ որևէ մեկին պաշտպանեց։ Դե մարդիկ կիսատ են լսում, բոլորին թվում թե ես Հայաստանում ինչ-որ մեկին եմ պաշտպանում։ Հայաստանում 4 սուլթան ենք ունեցել։ Մի սուլթան էլ Պուտինն է եւ մնացած երկրներում իրենց սուլթանները։ Սուլթան բառի իմաստը նա է, որ նրանք իրենց պահում են արևելյան զզվելի գոռոզ եւ ամբարտավան իշխանավորների նման։ Դա բոլորս փայլուն տեսնում ենք հիմա Հայաստանում եւ միշտ է եղել, ինչեւ է։ Հիմա Էմոմալի Ռախմոնը, որ առաջի տաջիկական պատերազմից հետո եկավ իշխանության իհարկե Պուտինի օգնությամբ, այժմ նա, որպեսի զոհ չգնա իր կայսրությունը մնա, իրեն պետությունը մնա սուլթանությունը եւ ինքը ցմա տիրի, քանի որ ամեն ինչը ինչպես ամենտեղ պատկանում է նրան, բիզնեսից սկսած, դպրոցներից սկսած, իր պաշտամունքի անձ են դարձվել, առանձին գիրք են դպրոցում անցնում Էմոմալի Ռախմոնի մասին, նա որպեսի հասել է այսքան բարձր վիճակների, նա ինքը եկել էր Կուլյաբից, Կուլյաբ գյուղը, դա մի գյուղաքաղաք է, որտեղից նրան բերեցին եւ կարգեցին ղեկավար, այս մարդը, որպեսի չկորցնի այս ամբողջը, իր վրա է վերցել ամբողջ Աֆղանստանի դեմ պատերազմ, հակադիր պատերազմ տալու ցավը, պատկերացնում եք, չէ՞։ Մի մարդ, որը նույնպես իր ազգի դավաճան է, ունենալով ըստ պաշտոնական 9 միլիոն ազգ, բայց իրականում հազիվ 5 միլիոն ազգ, ունենալով 9000 զինվոր առանց ինքնաթիռ
մի քանի հատ փդած ուղղաթիռներով, տանկ նույնիսկ չունի մի քանի հատ փդած BMP-ներով իր ազգին զոհ է տալու հանուն Պուտինի։ Սա ամբողջ արվում է նրա համար, որպեսզի թեկուզ եթե Տաջիկը զոհ գնա, որևէ ժամանակ հետաձգվի Ռուսաստան մուտքը աֆղանների կամ աֆղանական շարժումների, որպեսզի ինչ-որ բան կարողանան անել։ Սա էլ էսպես, դաշնակիցներից մեկը, որը երկար ժամանակ ինքն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ի ղեկավար մարմինը, հետո հիմա տվեցին իբր Հայաստանի, թե դրանից ինչ օգուտ վնասից պատճառ չկա, դրա համար հիմա սրան են զոհ մատուցում, երբ որպես որ իբր թե ՀԱՊԿ-ը օգնելու են զոհ չմատուցա, Ղազախստանը ֆիկտիվ ասել է, որ մենք կօգնենք, եթե հարձակվեն ըստ ՀԱՊԿ-ի պայմանագրի երկրի վրա, որը նույնպես սուտ է։ Քանի որ Ղազախստանի իշխանությունը հազիվ ինքը կարողանում է իր ներքին կռիվները պաշտպանել։ ՀԱՊԿ-ը ընդհանրապես Ռուսաստանը ինչ ռազմական կամ տնտեսական միություն ստեղծել է, բոլորը գնացել են, բոլորը կործանվել են։ Ոչ մի նորմալ ստեղծած միություն Ռուսաստանը ընդհանրապես չի կարող ոչինչ ստեղծել։ Չի գոյատևում երկար։ Տեսեք, հիմա ունի գոյատևա ՀԱՊԿ։ Ինչ է նշանակում ՀԱՊԿ, հա։ Ես ավելի այլ ձև կարող եմ մեկնաբանել։ Ոչ թե ՀԱՊԿ այն ինչպես ռուսներն են ասում ՕԴԿԲ, այլ ես կարող եմ ասել հակահայ պետությունների կազմակերպություն, որը լրիվ համապատասխանում է։ Որը լրիվ համապատասխանում է իրեն անվանմանը։ Քանի որ ՀԱՊԿ-ի մեջ գտնվող բոլոր պետությունները մնացած 100%-անոց Հայաստանի թշնամիներ են։ Տեսեք, Ադրբեջանին օգնական խոսքի ասում Ղազախստանը, ՀԱՊԿ-ի անդամ, Կիրգիզը ընդհանրապես ոչինչ չի ասում ձևի համար, ասում հանգիստ, բայց հոգեպես եւ զինվորներով, կամավորներով պաշտպանում Ադրբեջանը։ Նույնը Տաջիկստանը։ Բելարուսը էլ չասեմ, եւ օգնում է, եւ ասում է, որ օգնում է, եւ զենքն է տալիս, եւ ասում է լավ եմ անում։ Իսկ Ռուսաստանը ամենագլխավորը եւ օգնում է, եւ հայկական հողերը ծախում է, եւ հայ զինվորներին սպանել է տալիս, եւ ասում է լավ եմ անում։ Այսպիսի կազմակերպության մեջ Հայաստանի մնալը կործարել եւ այն որոշ մարդիկ չեմ ուզում անվանակ կոչել կենթանակերպի նշաններով, որ ասում էին ՆԱՏՕ-ի մեջ Թուրքիա կա, ՆԱՏՕ-ի մեջ Թուրքիա ու Հունաստան կան, հիմա որը վիճակն է լավ։ Հունաստանի թե Հայաստանի, իհարկե 100% Հունաստանի, իսկ այստեղ 5 Թուրքի մեջ 5 թուրքալեզու հակահայ պետությունների համագործակցության մեջ ովքեր են, բոլորը հակահայ։ Ռուսաստանը ունի մի շարք կազմակերպություններ, որին ինքն է ստեղծել կամ ստեղծման մեջ ինքը մեծ ներդրում ունի, բայց ոչ մեկ չի աշխատում։ Սկսենք հաջորդը, որը նույնպես այս վերջի նիստի ժամանակ Դուշանբեում էր ստեղծված, ելի ցույց տվեց, որ դա ուղղակի ֆիկտիվ է, շոսը։ Այսինքն Շանհայյան, Հնդկաստան, Ռուսաստան, Չինաստան հիմնական գործողները, մնացած Ղազախստան եւ այլն, Տաջիկստան, Կիրգիզը, դրանք ուղղակի այնտեղ ուղղակի թեթև կարգով են ցուցադրված եւ մի քանի դիտորդ երկրներ Պակիստան, մյուսը եւ այլն Իրան, այսինքն այս ստեղծված խումբը նույնպես ինչ որ շոսն է, թե կլինի տնտեսական համագործ, թե ռազմական, նա իրենից ներկայացնում է ֆիկտիվ մի կազմակերպություն, քանի որ այս անգամ նրան ոչ մի նախագահ չէր գնաց, ասենք Պուտինի հիվանդ էր, Սի Ցզինպինը կամ Հնդկաստանի նախագահը որտեղ են։ Հարցը պարզ է, ոչ մեկ լուրջ չի վերաբերում։ Անցնենք ռուսական մյուս ստեղծածին, BRICS-ին, Բրիտանիան, Ինդիա, Ռուսաստան եւ Սոութ Աֆրիկա, չէ՞։ Այս բոլորը հարավային Աֆրիկա։ Սա նույնպես ֆիկտիվ։ Տարի մեկ անգամ հանդիպում են միտեղ ֆիկտիվ մեկին այդ 5 երկրից նշանակում են ղեկավար, վերջ։ Ու վերջ, գնում է։ Հիմա անցնենք արևմտյան միավորումների։ Նախ ասենք, որ արևմտյան միավորումներից ամենաերկար դիմացկոնը դա ՆԱՏՕ-ն է, որը մինչև այսօր դիմանում է ու անընդհատ մեծացնում է անդամ երկրների քանակը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների քանակը, եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրների երկիրը նույնիսկ վախենում է ոչ ՀԱՊԿ-ի անդամ երկրին որևէ բառ ասել, որտեղ Պուտինն է որոշում, ասի թե չէ Նիկոլա Ադրբեջանին, բան միայն պիտի սիրաշահի, նրանք իրեն կնոջ աղջկա նկարները ամբողջ էջերով գնում է, հայոյանքով կգասես կանենք, այն կանենք, Հայաստանի Հանրապետության վրա անարգումներ, հասկանում եք, չէ՞։ Չեռնոգորիայի կամ Մակեդոնիայի նման չնչին պետությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Ռուսաստանի դիվանագետներին անձեռոցիկով ականջից բռնած շպրտում է երկրից։ Բառի ու իմաստով, վիրավորական ձևով վտարում ենք, որովհետև դուք լավը չեք առանց պատասխան տալու։ Հասկանում եք, չէ՞ տարբերությունները։ Ահա այսպիսի ռազմական միավորման մեջ պիտի մտնի Հայաստանը, որ ինքը ոչ միայն ռուսին, այլ հակառակ կողմին, տեսեք նույն Հունաստանն ու Կիպրոսը,
Հունաստանը եւ ներողություն Թուրքիան ինչքան էլ ուզում է ցույց տա թե ինքը կարող է որևէ հարց լուծել, ես սա մի անգամ նշել եմ, Թուրքիայի զենք առաջ մինչեւ այս վերջերս տրվում էր 7-10-ի հարաբերությամբ, այսինքն տրվում էր եթե 10 ինքնաթիռ Թուրքիային, ՆԱՏՕ-ի կողմից 7 հատը Հունաստանին, բայց վերջերս մանավանդ Ֆրանսիայի կողմից անընդհատ ԱՄՆ-ի կողմից անընդհատ Հունաստանի սպառազինումը բերել է այնպիսի վիճակի, որ հունական օրինակ կոնկրետ օդային ուժերը ավելի շատ են այսօր, քան Թուրքիային է։ Չնայած Թուրքիան զբաղեցնում է ՆԱՏՕ-ի քանակական եւ ընդհանուր ռազմատեխնիկայով երկրորդ բանակը։ Բայց այսօր Հունաստանի ռազմական ուժերը անցնում են թվականակով անցնում են Թուրքիային, իսկ ծովային ուժերը մոտավորապես մոտենում են, իսկ մենք գիտենք հույները ովքեր են, չեմ ուզում նորից կրկնել, Եվրոպայի վրացիները, անդարդ, անուղեղ, անինքնասեր, բայց կապ չունի։ Հարցը նա է, որ նրանք իրենց դաշնակցին պահում են, Վրաստանն էլ է անինքնասեր, ԱՄՆ-ն իր դաշնակցին պահում է, հասկանում եք, չէ՞։ Իսկ մեր 4 ղեկավարները դավաճանաբար մտան Ռուսի տակ ու երկիրը կցեցին Ռուսաստանին, որ այսօր վերածվի լավագույն դեպքում կիսանկախ մի երկրի, վատագույն դեպքում Տուվայի մարզի, որտեղ հանցագործություն, մարդասպանությունը, բռնաբարությունը առաջի տեղն է բռնում ոչ միայն Ռուսաստանում, այլև կարող է աշխարհում էլ։ Իսկ Տուվայի ղեկավարը Պուտինի ամենամոտիկ ընկերն է, իսկ նրա երկիրը գտնվում է ամենաողբալի վիճակում, Շոյգուի երկիրը։ Այսպիսի բաները հենց այնպես չեն լինում, հավատացեք։ Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ստեղծել է նաև մի քանի ռազմական միություններ, Սենտո, Սիատո, Անսիյուզ, Հարավային Ասիայի, Կենտրոնական, Մերձավոր Արևելքի եւ Անսիյուզը, Ավստրալիայի հապավումներ, Ավստրալիա, Նյու Զելանդ, USA, Անսիյուզ։ Նա քանդվեց խորհրդային միության վերանալուց մի քանի տարի անց, որովհետեւ ընդհանրապես իմաստ չուներ պահել այս բոլորը գտնվում են տարբեր մայրցամաքներում տարբեր ծովեր օվկիանոսներում, որպեսզի տարբեր տեղեր կարողանան խորհրդային միությանը սահմանափակեն։ Սա ԱՄՆ-ի ծրագիրն է, բայց քանի որ խորհրդային միությունը թուլացավ, Գորբաչովը ծախեց երկիրը Շևարդնաձեի հետ, եւ այսօր առողջ ապրում է Գերմանիայում Գորբաչովը միլիարդները տակ, ըստ որոշ տվյալների, նա Գերմանիայի համար այն ժամանակվա փողով վերցել է 500 միլիարդ եվրո մարկ, որը համարժեք է մոտ եվրո, այսպես ասենք, գումար։ Հիմա անցնենք մյուս հարցերին։ Հարավում, երբ որ սկսվեց Աֆղանստանի Իրաքի պատերազմը, Անսյուզը այլևս իմաստ չուներ, ջնջվեց։ Այժմ նորից Ամերիկան, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան ստեղծում են նոր պակտ։ Ինչպիսին կարող է լինել այդ պակտը ռազմական, ինչ կարող է նա տալ տարածաշրջանին, կա հետեւյալ պատասխանը։ Անգլիան դե մենք չենք հաշվում, որ նա հայերի հետ կապ չունի, ուղղակի տարածաշրջանում Չինաստանի հզորացմանը հարավային ծովից շրջափակվում են այսպիսի ճանապարհով։ Էլ չասեմ, որ ամերիկյան, պրո-ամերիկյան ուղղության երկրները, որոնց մեզ ամենամոտիկն ու օկտավետը հենց Հնդկաստանն է, ունեն եռյակ միություն, որը կոչվում է դեմոկրատական, ուշադիր լսեք, դեմոկրատական երկրների միություն, այսինքն առաջադեմ երկրների միություն, ոչ թե դիկտատուրա, մեջը մտնում են Հնդկաստանը, եւ ԱՄՆ-ն։ Այսինքն այս եռյակով հարավային մասով փակում են Չինաստանի առաջխաղացումը եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ թուրքական կողմի։ Իսկ այս ծրագրին միացած Իրանը, որը ճիշտ է ըստ եվրոպական արժեքների նա դեմոկրատական չէ, բայց քանի որ Եվրոպայում գոյություն ունի նաեւ երկակի մոտեցումներ եւ Իրանին հիմա արդեն սկսել են բարեկամների շարքում դասել, Իրանը անընդհատ ու ամեն ճանապարհով հիմա Հայաստանի հետ էլ բանակցելով նա ուզում է հասցնել վերջին կետին Հնդկաստանով դեպի Իրանով Հայաստան Եվրոպա գնացող գազի եւ տրանսպորտային ճանապարհը։ Ինչքան էլ սա ուզեն նվեր տան Ադրբեջանին Նիկոլենք, ինչքան էլ ուզեն ռուսները խախտան, այս ճանապարհը, որը այն գրունտային ճանապարհն է, որը Նիկոլ Փաշինյանի փրթասում է լավ ճանապարհ է անցնում է, այդ ճանապարհով շինարարությունը եւ Եվրոպա կապող կամուրջը գազը նավթը լինելու է։ Ինչու՞, քանի որ առիթից օգտվելով, որ հիմար ուկրաինացիները ադրբեջանցիների նման հիմար անընդհատ փորձում են ռուսին վատություն անել, բայց ինչպես Ադրբեջանն է իրեն վատություն անում, որ ինչ որ հայի հանդեպ մի բառ շահի, նույնն էլ
Ուկրաինան է անում, ժողովրդին կարող է սառեցնել, գազու լույսը թանկացնել, բայց թույլ չտալ, որ ռուսական գազը անցնի, եւ Եվրոպայում գազը երեք հասել էր խորանարդ մետրը հասել էր $1000։ Եվ այսօր միգուցե բանակցություն, թե հատուկ ԱՄՆ-ից եկած, թե նորվեգական գազի, չեն ասում աղբյուրը, միանգամից իջել է 815, որը քիչ իջնելու է 1000 խորանարդը $815 եւ իջնելու է։ Իսկ այս պարագայում շահում են միմիայն Ռուսաստանին հարկ տվող Ադրբեջանը, քանի որ ադրբեջանական գազն է գալիս Եվրոպա Թուրքիայի միջոցով, իսկ ռուսները պատերազմին պաշտպանեցին նաեւ, ինչպես միշտ նշել եմ, ցանկացած պատերազմ ունի տնտեսական հետևանք։ Իրենց այդ նավթից ու գազից նրանք երկար ժամանակ փայ չէին տալիս Ռուսաստանին, դրա համար ռուսները Արցախը պահում էին հայկական, հենց տվեցին, նրանք կրկին անգամ զոհեցին հայերին։ Հիմա ըստ երևույթին նավթ ու գազ են տալիս, դրա համար սա նրանց գինը ձեռ էր տալիս, իսկ Ռուսաստան ունի միայն հյուսիսային հոսքով վաճառվող գազը, իսկ հարավային հոսքով գնում է թուրքական հոսքով գնում է ադրբեջանական գազը։ Սա հասկացել են Եվրոպայում եւ նրանց անտեպ շուտով սկսվելու է մեկ այլ սանկցիոն վիճակ, որ այս երկրները նման Ռուսաստանի ստրուկներ եւ եղբայրներ, քույր ու եղբայր կամ երկու քույր Էրդողանը, Պուտինը կամ երրորդ քույր Ալիևի հետ միասին չփորձեն գումար վաստակել օգտագործելով տարածաշրջանի պատերազմները։ Սա անշուշտ լինելու է։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի ընտրությանը, ասեցի, որ Պուտինի կողմն է հաղթելու եւ մի բան էլ ասեմ, շատ տարօրինակ է։ Ընտրությունը լինելու 1 թե 2 օրից նաեւ Թուրքիայում։ Իհարկե ոչ մեկ չի բացառում, որ Էրդողանի տեղը կլինի Չավուշօղլուն, թե Մեյմուն Օղլուն, ով ուզում է լինի։ Միևնույն է, թուրքը մնում է թուրք, մենք սրա մասին արդեն խոսացել ենք։ Իսկ ինչ է սպասվում Հայաստանին շուտով։ Մենք կտեսնենք, երբ որ արդեն Ռուսաստանում հիմքերը կանցնի մի քանի օր ընտրություններից, հիմքը կդնեն եւ կտեսնենք ինչ կնախաձեռնեն ռուսները եւ որին դիմաց հակընդդեմ ինչ կանի Եվրոպան եւ Ամերիկան։ Սրանից էլ կախված է հայազգի բախտը։ Իհարկե նաեւ կախված է մեզնից, որ չլինենք շատ անողնաշար կենթանու նման, խխունջի նման չլինենք, չմտնենք մեր տունը դուռը փակենք, ասենք ինչ ուզում է լինի։ Սա ամենավատ բանն է, երբ որ դու չես պայքարում, ոչ մեկ քո թիկունքին չի կանգնելու։ Պատկերացրեք, փողոցում քույր ու եղբայր գնում են, քրոջը քաշքշում են հանցագործ խուլիգան տղաները, իսկ եղբայրը կողքից նայում է ու չի մոտենում։ Որ տղամարդը կողքից կմոտենա։ Բնական է, ոչ մեկ կասեն եղբայրը կամ ամուսինը չի մոտենում, ես որ խառնվեմ։ Բայց եթե եղբայրը հարցակվի եւ մի 10 հոգով ասենք կռիվ լինի, գոնե մի հոգուն խփի, մարդիկ կմոտենան, կասեն, այս աղջկան քաշքշում են, աղբորը ծեծում են։ Բնական է այդպես։ Կյանքն էլ է այդպես։ Որ գլուխներդ կախած կեսդ ռուսը մեռնեմ ռուսի ոտերի տակ օրական ինձ 1000 հատ վիրավորանք են գրում, ինչ էս ռուսներին բան ասում մեր աղբերներն են։ Մի 10,000 հատ Նիկոլը, մի 10 ամեն մեկից գրվում է։ Հարցը դա չի։ Հարցը նա է, որ մենք ունենք գաղափար, մենք ունենք ազգային մտածողություն, մենք առաջ ենք գնալու։ Հիշեք, հարգելիներս, ղեկավարները կգան ու կգնան, հայրենիքը մնայուն է։ Ազգը մնայուն է, ազգը չի վերանում։ Դրա համար մենք պիտի հոգեբանորեն պատրաստ լինենք մեր բարձր մակարդակով մեր խելացի խոհեմ քայլերով, գերմանացու նման սառը դատողությամբ, այո, ես շատ նախանձում եմ, սառը դատողությամբ առաջ շարժվենք, որպեսզի ընտրենք մեր թշնամիներից փոքրագույնին, ինչպես Գերմանիան 45 թվականին պարտվածությունից ընտրեց ԱՄՆ-ի կողմը, ոչ թե ռուսի կողմը եւ շահեց, ինչպես Ճապոնիան կապիտուլյացիայից հետո 45-ի ընտրեց ԱՄՆ-ի կողմը, չարյաց փոքրագույնը եւ շահեց։ Նույնն էլ մենք փորձ ենք անել։ Այս սա է մեր փրկությունը, ոչ թե ստրուկի համար, մի կտոր հացի համար ռուսը լավն է, մյուսը, ոչ մեկ էլ լավը չի, մեզանից լավը չկա։ Մենք պիտի հարգենք մեզ, մենք պիտի մեր վրա վստահ լինենք ու համախումբ լինենք, որպեսզի կարողանանք մարտահրավերները հաղթահարել։ Այս ժամին այսքանը, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ անգամ։